Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքում մենք շարունակում ենք ավանդույթ դարձած մեր թեմատիկ զրույցները։ Ամեն անգամ մենք փորձում ենք ընտրել ակտուալ մի թեմա եւ այս անգամ բնականաբար դա չէր կարող լինել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա բարձրաստիճան հոգեվոր դասի դեմ Նիկոլ Փաշինյանի հանցախմբի հերթական այս անգամ արդեն աննախադեպ ծավալի եւ դրսեւորումներով գրոհները։ Մենք այսօր արդեն ունենք փաստ, որ կալանավորված են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ հանդիսացող երկու արքեպիսկոպոսներ, որոնք միաժամանակ հանդիսանում էին երկու թեմերի առաջնորդներ եւ շարունակում են հանդիսանալ։ Եվ դժվար է մտածել, որ սրանով Նիկոլ Փաշինյանի հարձակումը հայ եկեղեցու վրա ավարտվելու է։ Այն ստանալու է նոր դրսևորումներ։ Մենք փորձենք հասկանալ ինչից սկսվեց այս ամեն ինչը, հատկապես վերջին շրջանում։ Մի քանի օր առաջ մեր թեմատիկ զրույցներում մենք իհարկե անդրադարձել ենք եկեղեցու դեմ այս իշխանությունների կողմից հարձակումների տարբեր դրսևորումներին։ Ես ընդհանրապես դրանցից հիմա կփորձեմ համառոտ ուղղակի մեր հիմնական թեմային վերադառնալու համար համառոտ նկարագրել, թե ինչ պայքար է եղել եկեղեցու դեմ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Առաջին մեծ արշավը դա եղավ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու շուրջ 1 ամիս անց 2018 թվականի հունիսին այսպես կոչված նոր Հայաստան, նոր հայրապետ հակաեկեղեցական, հակաժողովրդական շարժումը։ Դրանից հետո 2019 թվին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին թիրախավորվեց այն բանից հետո, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II միջնորդություն ներկայացրեց եւ համարձակություն ունեցավ հայտարարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերանայման վերաբերյալ։ Այն ժամանակ նախագահ Քոչարյանը հանիրավի կալանավորված էր եւ ամենայն հայոց կաթողիկոսը միջնորդում էր, որպեսզի ոչ թե քրեական վարույթը կարճվի, ոչ թե քրեական հետապնդումները դադարեցվեն, ինչը կարող էր եւ այդպես լիներ, այլ ընդամենը խափանման միջոց վերանայվի։ Եվ կաթողիկոսը դարձավ թիրախ, ազգային ժողովի այն ժամանակվա փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նրան դիմեց ավազանի անունով ամենավերջին վայրահաչությունները հնչեցնելով վեհափառի եւ եկեղեցու հասցեին։ 2021 թվականին 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայից հետո, ինչպես բազմաթիվ կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, ակադեմիական, կրթական եւ այլ հասարակական կազմակերպություններ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, զինված ուժերի գլխավոր շտաբը, այդ թվում էր նաեւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որովհետեւ ակնհայտ էր, որ երկրում ստեղծվել էր մի ճգնաժամ, որի հանգուցալուծումը կարող էր միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միջոցով։ Եվ այդ պահից սկսած եկեղեցին դարձավ արդեն ինստիտուցիոնալ թիրախավորման առարկա։ 2023 թվականին հայաստանյաց առաքելական եկեղեցին նորից թիրախավորվեց իշխանությունների կողմից այն բանից հետո, երբ որոշում կայացրեց Արցախը Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնելուց եւ Արցախի վերջնական հայաթափումից հետո պահպանել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմը եւ ապահովել նրա ֆունկցիոնալ գործունեությունը Հայաստանի տարածքում։ Սա բացարձակապես չէր տեղավորվում Նիկոլ Փաշինյանի իշխանական ծրագրերի մեջ, որովհետև նա նպատակ ուներ, հանձնարարություն ուներ Իլհամ Ալիևից վերացնել Արցախի հետ կապված բոլոր ինստիտուտները, պետական իշխանության մարմինները, իշխանության բոլոր ճյուղերի մարմինները, այդ թվում նաև կրոնական, հասարակական կազմակերպությունները, որոնք կապված են Արցախի հետ։ 2024 թվականին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին նորից թիրախավորվեց Սրբազան պայքարի խորհրդով, որովհետև այդ պայքարը առաջնորդում էր ներկայումս ապօրինի անազատության մեջ գտնվող կալանավորված քաղբանտարկյալ եւ հոգու բանտարկյալ Տաուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ Սրբազանի առաջնորդությունը պատճառ դարձավ այս իշխանական խմբակի կողմից եկեղեցին թիրախավորելու համար։ 2025 թվականին հիմա այս օրերին մեր եկեղեցու թիրախավորման պատճառը դարձավ հիմնականում ադրբեջանա-թուրքական նոր պահանջները Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հետևողական պայքար իրականացնի հայ ժողովրդի նվիրական կառույցների ազգապահպան մեծ նշանակություն ունեցող համահայկական թերևս բացառիկ կազմակերպություններից մեկի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Սա նաև մի կողմից միջավայր է ստեղծվում տարբեր տիպի աղանդավորական կազմակերպությունների, տարբեր կրոնական ուղղությունների Հայաստանում զարգացման եւ դրանով իսկ մեր ազգային ինքնության, մեր նկարագրի հիմնահատակ ոչնչացման համար։
Հիմա ես ձեզ կներկայացնեմ մի ժամանակացույց վերջին փուլի զարգացումների վերաբերել, այսինքն 2025 թվականի այս պայքարը ժամանակագրորեն երբ է սկսել եւ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել նախորդիվ։ 2025 թվականի փետրվարի 3-ից 7-ը Նիկոլ Փաշինյանը այցելեց Միացյալ Նահանգներ։ Նա հանդիպում էր ունեցել այնտեղ մի շարք աղանդավորական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը նրա այցի պատվին նաև հատուկ ընդունելություն էին կազմակերպել։ Իդեպ Վաշինգտոն նա այցելել էր ոչ թե ԱՄՆ նախագահի հրավերով, ոչ թե պաշտոնական այցի կամ աշխատանքային այցի ձևաչափով, այլ այցի նպատակն էր Վաշինգտոնում մասնակցել 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթաժողովին, ինչպես նաև ազգային աղոթքի նախաճաշին։ Այսինքն կրոնական ուղղվածություն ունեցող մի միջոցառման շրջանակներում եւ այդ նպատակով էր այցելել Միացյալ Նահանգներ, այնտեղ չունենալով ըստ էության պաշտոնական բնույթի որևէ հանդիպում։ 2025 թվականի մայիսի 22-ին Բաքվում տեղի ունեցած մի համաժողովի ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, այն է հոգևոր առաջնորդ Ալաշուկյուր Փաշազադեն հանդես էր եկել հակահայկական եւ հակաեկեղեցական մի շարք հայտարարություններով, թիրախավորելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, ինչպես Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, այնպես էլ Կիլիկիո հայոց կաթողիկոսությունը։ Եվ նա մեր եկեղեցին գաղափարապես շեղված էր համարել քրիստոնեական ընդհանուր գաղափարախոսությունից եւ այն կապել էր պատերազմներ հրահրելու եւ անվտանգային մարտահրավերներ առաջացնելու հետ։ Մասնավորապես Փաշազադեն ասել է. հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում հարևան տարածաշրջանային բոլոր երկրների համար։ Նա միաժամանակ խոսել է Էջմիածնում եւ Երևանում Կովկասի մահմեդականների վարչության թեմեր, այսինքն հոգևոր կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության եւ մտադրության մասին։ Այս հայտարարությանը, որի հետ միաժամանակ իդեպ տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները կապված Հայաստանում ադրբեջանցիներ բնակեցնելու հետ, ինչը ուղիղ կապ ունի Փաշազադեի դատողությունների հետ, որովհետև նախ պետք է լինեն ադրբեջանցիներ, որ հետո հիմնվի նաև նրանց հոգևոր սպասավորում իրականացնող կենտրոններ, Հայաստանի կառավարությունը, արտգործնախարարությունը, վարչապետի աշխատակազմը որևէ ձևով չեն արձագանքել, բայց նրան անմիջապես մայիսի 23-ին շատ կտրուկ կերպով իր հայտարարությամբ արձագանքել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Դրանից հետո 2025 թվականի մայիսի 26-ից 27-ը Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա եւ այնտեղ մասնակցել եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված մի համաժողովի, որը իդեպ հրավիրվել էր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ եւ խնդրանքով։ Այդ հեղինակավոր էկումենիկ համաժողովին, որին մասնակցել են ինչպես առաքելական մեր Սուրբ եկեղեցու, այնպես էլ Հռոմեա կաթոլիկ եկեղեցու, ուղղափառ եկեղեցիների, բողոքական եկեղեցիների, բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, այլ գիտնականներ, հոգևորականներ, վեհապար հայրապետը հանդես է եկել մի ծավալուն եւ բովանդակային ելույթով, որի առանցքային կետերն են եղել ելույթի։ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված պատերազմը, այն որակելով իբրև միջազգային ռազմական հանցագործություն, Թուրքիայի աջակցություն Ադրբեջանին այդ հանցագործության կազմակերպման եւ իրագործման հարցում, Արցախահայության ցեղասպանության եւ բռնի տեղահանության խնդիրները, Արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը, անազատության մեջ Բաքվի բանտերում ապօրինի պահվող մեր գերիների վերադարձի հարցը, ադրբեջանական տիրապետության տակ անցած տարածքներում հայկական, այն է նաև համաշխարհային քրիստոնեական մշակութային ժառանգության դեմ իրականացվող բարբարոսությունները եւ այլն։ Այս ամենը պատճառ հանդիսացավ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստանա ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևից հանձնարարություններ հասցեական ոչ միայն եկեղեցին որպես ինստիտուցիոնալ կառույց, այլ նաև ամենայն հայոց կաթողիկոսին, այսինքն այդ մտքերի հեղինակին ոչնչացնելու համար։ Կաթողիկոսի ելույթը տարածվեց, մեզ հասանելի դարձավ մայիսի 28-ին եւ անմիջապես 2025 թվականի մայիսի 29-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը
ներկայացրեց այն մի հայտարարությունը, թեզը, որը հիմքը դրեց եկեղեցու դեմ արշավի այս նոր փուլին։ Մեր եկեղեցիները չուլանացված են, մտնում ես տեսնում այնտեղ աղբ է լցրած, ինչ որ մեկի հին շորերն են, ինչ որ մեկի կոշիկները, մեկը կռավատ է բերը դրել, ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու այդքան սուրբ լինել։ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսի 25 կառավարության նիստում։ 2029 թվականի մայիսի 30-ից եւ ինքը, եւ նրա կինը, եւ ԿՊ-ական վերնախավի այդ խունտայի մի քանի ներկայացուցիչներ սկսեցին եւ մինչեւ օրս շարունակում են գրեհեկաբանությամբ տարբեր խուլիգանական արտահայտություններով, հայոյախառն խոսույթով թիրախավորել ամենայն հայոց կաթողիկոսին, բարձրադաս հոգևորականներին եւ մեր եկեղեցին ընդհանրապես։ Եվ այդ ամենը իր շարունակությունը ունեցավ, հասնելով միայն այն բանին, որ նա պահանջեց նաև ապօրինաբար ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնակությունը, ինչի իրավունքը որևէ մեկը առավել եւս Հայաստանի վարչապետը չունի, դա իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունի։ Եվ ստանալով անտարբերություն մեր եկեղեցու կողմից այդ քարոզարշավին, այս խուլիգանախոսությանը, մեր ժողովուրդը, մեր եկեղեցու զավակները սկսեցին իրենց աջակցությունը ցուցաբերել եկեղեցուն, որոնց թվում էր նաև մեր եկեղեցու մեծանուն բարերարներից մեկը, ազգային բարերար առհասարակ ոչ միայն եկեղեցու, նշանավոր գործարար, համաշխարհային մակարդակի հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը, որը գտնվելով Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մասնակցության կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնական շաբաթի միջոցառումներին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հարցազրույցներից մեկում անդրադարձավ եկեղեցուն աջակցելու իր պատրաստակամության մասին, չափազանց զուսպ, իրեն բնորոշ, համեստ, հավասարակշռված ձևակերպումներով։ Այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես իշխանություն զավթելու փորձ եւ հանձնարարականներ տվեց Սամվել Կարապետյանին ապօրինի ձերբակալելու համար։ Այդ որոշումը իրագործվեց ցավոք սրտի 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը ձերբակալվեց եւ նույն օրը կալանավորվեց եւ մինչ օրս ապօրինաբար գտնվում է անազատության մեջ։ Դրանից 2 օր անց 2025 թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կասկածելի մինչ այդ գաղտնի պահվող աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում եւ Ստամբուլում հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը պատմության մեջ առաջին անգամ այդ ձևաչափով Հայաստանի ղեկավարի այցն է Թուրքիա։ Թուրքիայից ստեյության ստանալով նոր հանձնարարություններ Արցախը արդեն հանձնելուց հետո նաև Հայաստանը Թուրքիային եւ Ադրբեջանին հանձնելու եւ այդ գործընթացում ինստիտուցիոնալ կառույցները կազմաքանդելու իմաստով Նիկոլ Փաշինյանը վերադարձից անմիջապես հետո շարունակում է նոր ուժով, նոր լիցքով պայքարել մեր եկեղեցու դեմ եւ 2025 թվականի հունիսի 25-ին թիրախավորվում է մեր եկեղեցու սրբազան հայրերից մեկը, սրբազան շարժման, սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը եւ իր մի շարք համախոհներ եւ թիմակիցներ, այդ թվում եկեղեցու սպասավոր եւ իր հետ ամիջական աշխատանքային կազմակերպական հարցեր լուծող քաղաքացիական աշխատակիցներ։ Դրանից 2 օր անց 2025 թվականի հունիսի 27-ին ապօրինաբար ձերբակալվում, այնուհետև հունիսի 28-ի առավոտյան կալանավորվում է Հայաստանյաց առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանը։ Վերջին շրջանում այս սրբազան պայքարի նաև շրջանում հիմնականում 3 հոգևորականներ կային, որոնք որ հրապարակային խոսքով համարձակություն ունեին դատապարտելու այս իշխանությունների ապօրինի գործողությունները։ Նրանցից 2-ը արդեն կալանավորված են եւ թիրախում է մնացել Արշակ Սրբազանը, Մայրաթորի դիվանապետ։ Ակնհայտ է, որ այս արշավը, եթե չզսպվի հանրային մեծ ճնշման արդյունքում, ապա շարունակություն ունենալու, որովհետև նրա նպատակը եկեղեցին իսպառ ոչնչացնելն է։ Ես ուզում եմ այս երկու ձերբակալությունների մի քանի փաստեր ներկայացնել, նրանց նախորդող եւ հաջորդող իրադարձությունների, որպեսզի ձեզ համար պարզ լինի, որ դրա մեջ իրավական բաղադրիչ առհասարակ գոյություն չունի։
Բագրատ Սրբազանի եւ նրա ձերբակալության հետ կապված նաեւ մի շարք այլ գործիչների, խոսքը վերաբերում է 15 գործիչների ձերբակալությունների մասին, որոնք գրեթե առանց բացառությամբ նաեւ կալանավորված են եւ հիմա ապօրինի գտնվում են անազատության մեջ, նրանց ձերբակալության հիմքը հանդիսացել էր 1 օր առաջ, հունիսի 24-ին, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական տեղեկատվական աղբյուր հանդիսացող civic.am լրատվական կայքում, ինչ որ անհասկանալի A4 ձևաչափի թղթի վրա հեղաշրջման պլան անվանումով անհասկանալի մի նյութ հրապարակելուց հետո, որտեղ պարզ չէր ով այդ նյութի հեղինակը, որ ժամանակաշրջանին է դա վերաբերում։ Հետո պարզվեց, որ դրա վրա կար մի ամսաթիվ, որ հետո փորձել են ծածկել, դա վերաբերել է 2024 թվականի գարնանը։ Բայց հստակություն որևէ բան դեռ չկա, թե ինչ է ենթադրում, ովքեր պետք է անեն, ինչպես է դա իրադառնալու հեղաշրջում, բայց խոսում էր այդպես մասշտաբային մի հեղաշրջման փորձի կազմակերպման մասին, որից պարզում է, որ Հայաստանի իրավապահ համակարգը, որը հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելուց բացի ուրիշ ոչնչով չի զբաղվում, դրա մասին նույնիսկ տեղեկացված չի եղել։ Այսինքն ինչպես է հնարավոր առողջ տրամաբանության, որ մտածես, որ մեր երկրում իշխանափոխության մեծ հսկայական միջոցառումներ նախատեսվեն, որը ենթարկվում է զանգվածային միջոցառումներ, կիբեր հարձակումներ, ճանապարհային երթևեկության խափանումներ, հանրային կյանքի խափանումներ, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, չգիտեմ ինչի այսինքն այդ ամեն ինչի իրագործումը ենթադրում է հսկայական թվով, հազարավոր թվով մարդկանց միայն կազմակերպչական աշխատանքների ներգրավվածություն։ Եթե նման բան լիներ, անհնար է այդ ամեն ինչը անել գաղտնիության պայմաններում, առավել ևս ժամանակակից դարաշրջանում, երբ որ հեռախոսների կամ փողոցներում ամեն քայլափոխի տեղադրված կամերաների, բանկային վճարման քարտերի միջոցով մարդկանց տեղաշարժի եւ այլնի վերահսկման, տրանսպորտի վերահսկման այս համակարգով ողջ ինֆորմացիան է հասանելի պետական մարմիններին։ Այսինքն նման բան պլանավորել եւ դրա մասին չիմանան օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալող մարմինները եւ իմանա ընդամենը civic.am կիսահայտ մի լրատվական, սա արդեն խոսում է դրա ոչնչություն լինելու, ոչ թե անլրջություն լինելու, այլ ոչնչության մասին, այսինքն դա ակնհայտ է, որ իրենք նման մի հիմարություն են հեղինակել, տեղադրել իրենց կայքում, որից հետո ինչ է տեղ ունենում, դատախազությունը վերցնում է այդ հրապարակումը, փոխանցում է քննչական կոմիտեին եւ քննչական կոմիտեն սկսում է վարույթ։ Եվ վարույթից անմիջապես հետո սկսում են խուզարկություններ, ձերբակալություններ, ձերբակալված անձինք տարվում են կալանքի, ոչ մեկի մասնակցությունը չի հիմնավորվում, քննչական կոմիտեն հրապարակում է Բագրատ Սրբազանի ձայնով մի քանի ձայնագրություններ, որոնցից պարզ չի, այդ ձայնագրությունները նախ իրական են թե ոչ, որովհետև ժամանակակից ինֆոտեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արհեստական բանականության միջոցով գեներացնել մարդու ձայնով ցանկացած տեքստ։ Այդ թվում նաև հենց այդ օրերին տեղեկություն տարածվեց վարչապետի ձայնով իրավապահներին հանձնարարություններ տալու, ձերբակալությունների հանձնարարություններ տալու վերաբերյալ մի ձայնագրություն։ Հետո նույն քննչական կոմիտեն հերքեց, վարչապետի աշխատակազմից հերքեցին, քննչական կոմիտեն հայտարարեց, որ դա ձեռքաբերվել, գեներացվել է այդ տեսագրությունը, ձայնագրությունը արհեստական բանականության միջոցով եւ միջոցներ են ձեռնարկում դա հայտնաբերելու ուղղությամբ։ Հետևաբար հարց առաջանում, եթե դա արհեստական բանականություններ ստեղծել, իսկ ով ասում, որ այս ձայնագրությունները իրական են։ Եթե իրական են, ապա պիտի հստակ ասվեր, երբ են դրանք արվել, ում կողմից են արվել, որտեղ են արվել, ինչ հանգամանքներում են արվել, որովհետև գաղտնալսել մարդուն օրենքով արգելված է։ Եթե գաղտնալսում է իրականացվել, ուրեմն իրականացվել է ապօրինաբար, առանց դատանի որոշմամբ։ Ապօրինի ձեռք բերված ապացույցները իրավական արժեք նշանակություն չունեն, առավել ևս անհայտ է դրանց հրապարակման մոտիվացիան, որովհետև ձայնագրությունները, տեսագրությունները, փաստաթղթերը դրանք վարույթային նյութեր են, որոնք համարվում են նախաքննական գաղտնիք եւ հարց առաջանում, թե քննչական կոմիտեն ինչ շահադրթվածություն է ունեցել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների մի մասը նախաքննության հենց առաջի փուլում, առաջի օրերին հրապարակել իտես հանրության։ Ակնհայտ է, որ դա ունի միայն քարոզչական նպատակ, երբեք չէր կարող ունենալ բովանդակություն, որովհետև եթե դա վարույթի համար
կարևոր նշանակություն են արել ձայնագրությունը, տեղեկությունը։ Իրանք ոչ մի պարագայում դրանք չէին հրապարակի, ինչպես չեն հրապարակում այլ քրեական վարույթներով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները։ Ձերբակալությունները կրեցին զանգվածային բնույթ։ Միայն մեկ օրվա ընթացքում խուզարկություններ են իրականացվել մի քանի տասնյակ մարդկանց բնակարաններում, ավտոմեքենաներում, իրենց պատկանող տարածքներում։ Ոչ մի նյութ չի հայտնաբերվել, որը կվկայի իշխանափոխության, զանգվածային անկարգությունների կազմակերպման, իրագործման վերաբերյալ։ Ասենք օրինակ հայտնաբերել են սեղանին դրվածը 2 հատ զենք, ընդ որում ժամանակակից պայմաններում, ասենք, եթե զինատեսակը ունի կալաշնիկով ավտոմատի տեսք, դա դեռ չի նշանակում, որ ինքը ինքնաձիգ է, որովհետև այդ տեսքի խաղալիքներ են լինում, այդ տեսքի օդամղի հրացաններ, ասենք կան հիմա տիրեր, որտեղ գնում ես կրակելու, քեզ տալիս են օդամղի հրացան, որը արտաքնապես կալաշնիկով ավտոմատի տեսք ունի, բայց ինքը ընդամենը օդամղի հրացան է, որը ձեռք բերելու, օգտագործելու համար նույնիսկ թույլտվություն չի նախատեսում, այսինքն խաղալիքի իմաստ ունի, կամ ասենք տիրի հրացան, օդամղիչ հրացանները, դրանց համար նույնիսկ թույլատրություն անհրաժեշտ չի։ Հիմա իրան կամ եթե մարդիկ կան, ովքեր որսորդներ են, իսկ Հայաստանում, եթե չեմ սխալվում, մոտ 24000 գրանցված որսորդներ կան, որոնք իրավունք ունեն նաև զենքեր ձեռք բերելու տարբեր։ Այդ զենքերը կան, գոյություն են, բոլոր որսորդները իրենց տարածքներում, բնակարաններում դրանք պահում են սահմանված պայմաններով, ունեն համապատասխան փաստաթղթեր եւ այն ինչ որ հրապարակվել է, ասենք գնացել են մարդու տուն, որը որսորդ է, ունի օրինական զենք եւ այդ զենքերը նկարել են վկայականներն էլ վրան դրած, այսինքն եթե մարդը հիմա որսորդ է եւ զենք ունի, դա չի նշանակում, որ ինքը պիտի հանցագործություն կատարի, այդ զենքով մարդու վրա կրակի, հեղափոխություն իրականացնի, դա դրա համար որևէ ապացույց չի հանդիսանում։ Կամ ասենք ձեռք են բերել այն ծննդյան օրվա արարողություններին երեխաները տորթը փչելուց, որ խլապուշկաներ ենք ասում, նման մի քանի բաներ, որոնք որ կամ կապույտ գույնի այդ մանուշակական գույնի ծխեր, որոնք տարբեր սրբազան պայքարի հավաքների ժամանակ այո կիրառվել են, դրանք ոչ արգելված միջոցներ են, դրանք հրավառ, հրավտանգ նյութեր չեն, դրանք ազատ վաճառվում են, հիմա փեթակում այտենց հատուկ բաժիններ կա, որոնք վաճառում են մանկական տոնակատարությունների ծննդյան օրեր նշելու խանութներում նման պարագաները ազատ վաճառքի ենթակա են, եւ եթե որևէ մեկը գնում առնում է, չգիտեմ, մանուշակագույն կամ կարմիր ծուխ, ապա դա չի նշանակում, որ ինքը դրանով հեղափոխություններ է։ Իմիջիայլոց ասեմ, այդ նույն ծուխը Լենա Նազարյանը եւ Արադ Միրզոյանը ազգային ժողովի նիստերի դահլիճում կիրառել են 2018 թվականին։ Եվ հիմա այդ զանգվածային խուզարկությունների արդյունքում այն ինչ որ քննչական կոմիտեն բացահայտել է եւ ցուցադրել են, ընդհանրապես նման իրեր եւ պարագաներ են, որոնք ոչ մեկ կամ ասենք արմատուրաների կատալոգ, այդ արմատուրա արտադրող ընկերությունները որպես նմուշներ 15-20 սանտիմետր կտորներով տարբեր չափերի արմատուրաներ մի փաթեթի մեջ, որպեսզի ասենք իրենց գնորդներին ներկայացնեն, ցույց տան որպես ցուցան, ասենք այդ կատալոգը ոնց կարա հանդիսանա որպես իշխանափոխության կամ ապօրինության միջոց։ Ակնհայտ է, որ նա նման բան չի կա, դրանից ավել ես ինչի եմ դրանք նշում, որովհետև դրանից ավել ուրիշ ոչ մի բան չի բացահայտվել, չի ներկա, բայց դրա համար ձերբակալվել են ոչ միայն Բագրատ Սրբազան, այլ ՀԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, որի դեմ այս իշխանությունները հետապնդումներ են իրականացնում արդեն 7 տարի, աշխատանքից են հեռացրել, նա վերականգնվել է աշխատանքի, բողոքարկել են բոլոր ատյանները, դատավճիռը Նիկոլ Փաշինյանը չի կատարել, հարկադիր կատարումով, այսինքն հետևողական հետապնդումների ենթարկվող մարդ արդեն 7 տարի, Իգոր Սարգսյան, կամ Սրբազանի գրասենյակի աշխատակցուհի Լիդիա Մանթաշյանը, ասենք այդ երիտասարդ աղջիկը, որը այս վերջին շրջանում կազմակերպում էր չեմ վստահում ակցիան Երևանի փողոցներում խաղաղակցիա, որ մարդիկ գալի գրում եւ գցում էին չեմ վստահում այդ գրառումները, ասենք Լիդիան ինչ իշխանափոխություն իրականացնող է, ինչ ապօրինություն, ոնց պիտի անի այդ ջահել աղջիկը իշխանափոխություն կամ ապօրինություն, ոչ մի խելամիտ մարդ դրա մասին չի կարա մտածի։ Արսեն Ղազարյան, Մելքոն Թամրազյան, Հրայր Սարգսակ Հակոբյան, այսինքն բարեպաշտ երիտասարդ Արցախի թեմում աշխատած հոգեու ծառայության, ասենք Սարգսակը
Ինչ պիտի անի այդ խեշ տղան, որ իշխանություն զավթի։ Գործարար Տիգրան Գալստյան, գնդապետ Միրան Մաղսուդյան, որի ընտանիքը արդեն հետապնդումների մի ժամանակ առաջ էլ է Տավուշում նրա որդիներին ձերբակալեցին ապօրինաբար։ Կարո Օկումշյան, Տիգրան Թոփալյան, Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյան։ Իդեպ Դավիթ Գալստյանին կալանքի վերաբերյալ որոշումը կայացրել է այն նույն դատավորը Ռոման Սմբատյանը, ով որ իմ նկատմամբ իրականացված բռնության գործով դատավորն էր։ Ուրեմն մարդիկ ինձ գցել են գետնին, ջարդել են գլխի շրջանում հարվածներ հասցնելով տալ են ինձ։ Ես միջնորդում եմ դատի ժամանակ Սմբատյանին ասում եմ, խնդրում եմ ես հանցագործներին բռնաբերել են, կալանք կիրառի որպես խափամամիջոց։ Նա ասում է, չէ, դրա համար հիմքեր չկա։ Բայց առանց որևէ հիմքերի Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կայացրել է կալանքի որոշում։ Աղասի Արշակյան կամ հայրենիքի հայր զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանին նույնպես կալանավորել են ապա։ Արմեն Ալեքսանյան այդ Բարև Փաշինյան, էլի ես եմ այդ բլոգերային հաղորդումները պատրաստող, պատկերացնում եք ումից է վախենում, էլի սովորական, ասենք, մարդ, որը որ տարբեր մանրապատումներ է պատրաստում ընդամենը ներկայացնում, ինչա թե հանրային մեծ հնչեղություն ունեն, հանրային մեծ ճանաչում են ձեռք բերել, անտեղ ասենք այդ տղուն բրեստ է տաղել եք կալանքի, ինչ արեն նա, ոնց պիտի իշխանափոխություն իրականացներ, ոնց պիտի իշխանությունը զավթեր, ու սա ներկայացնում են որպես բացահայտվել է մի հատ սենց խումբ, հոկտեմբերի 27, կյանք ասում է, կյանքը ցույց տվեց, որ կարելի էր այն ժամանակ էլ հոկտեմբերի 27-ը բացահայտել, հիմա մեր իրավապահները ինչ փառքով էս խումբը, հիմարություն, ասենք, դրանց մեջ ոչ մի մեղավոր մարդ չկա։ Մովսես Շարբաթյան, Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վայ Հակոբյանի կինը, որը նաև լրատվական գործունեություն է իրականացնում տիկին Ելիզաբեթ Պետրոսյանը, նա նույնպես ձերբակալվել էր։ Խուզարկություններ են իրականացվել բազմաթիվ մարդկանց տներում, այդ թվում բազմաթիվ դաշնակցական գործիչների, Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյան, Հրազդան կոմիտեի անդամ Արտաշես Հունյանյան, Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյան, Վայքում Տիգրան Միքայելյանի բնակարանում, ԱԺ падգամավոր Արթուր Սարգսյանի առանձնատանը ու ոչինչ չհայտնաբերելով դրանք հեռացել են, բայց բոլոր այս մարդիկ ապօրինաբար կալանավորվել են եւ նրանց թվում նաեւ մեր սիրելի Բագրատ Սրբազանը։ Գրեթե նույն ապօրինությունը տեղի է ունեցել Միքայել Սրբազանի պարագայում։ Այն ինչ որ Միքայել Սրբազանի մեղսագրվող արարքը համարվում, ինչի համար որ նա ձերբակալվել է, այդ մասին նրա հայտարարությունը եղել է ուշադրություն 2023 թվականի սեպտեմբերի 26-ին։ Հիմա 2025 թվականի հունիսի 30-ն է։ Այսինքն մարդուն ձերբակալել են 2025 թվականի հունիսին, որ նա 2023 թվականի ապրիլին, 2 տարի ու մի քանի ամիս առաջ իր խոսքում արտահայտություններ արել։ Ընդ որում դրանից հետո իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Լեոնիսյանը 2024 թվականի ապրիլի 25-ին, այսինքն դրանից այդ սեպտեմբերի 26-ին էր արել հայտարարությունը Սրբազանը։ Դրանից մի քանի ամիս անց, այսինքն սեպտեմբերից հետո հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ 7 ամիս հետո Դանիել Լեոնիսյանն արթնացել, հաղորդում է տվել հանցագործության մասին դատախազության, ասում է այնտեղ իշխանափոխության, բռնության կոչ կա։ Դատախազությունը ուսումնասիրել է, գրավոր պատասխանել է Դանիել Լեոնիսյանին 2024 թվականի ապրիլի 30-ին, այսինքն դիմումը ստանալուց 5 օր հետո թիվ 7 գիծ 135 գիծ 24 գրությամբ պարզվել է, ցիտում եմ դատախազության գրությունից, պարզվել է, որ դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործելով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր, հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այսինքն այն նույն բանի համար, որ հիմա վարույթ է նախաձեռնվել, որ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել, մեղադրանք առաջադրելուց հետո ձերբակալության վերաբերյալ որոշում է կայացրել, տալ է մարդուն կալանքի, եկել են ձերբակալելու մայրաթոռից հսկայական թվով ազգային անվտանգության ծառայության տարբերանշանով դիմակավորված, զինված մարդիկ,
մի քանի հազար ոստիկաններ եկել են ձերբակալ են թեմի առաջնորդ arczepiskopos-ին, որ նա 2023 թվականի սեպտեմբերին իր խոսքի մեջ մի հատ արտահայտություն արել։ Դրանից հետո ոչ մի ջանք չի գործադրել, որպեսզի իշխանափոխություն իրականացնի, հեղափոխություն իրականացնի, բռնություն իրականացնի, նման ջանքեր չի գործադրել, նման դեպք չի եղել, ասենք, որ մի մարդ գնա բռնություն գործադրի, մի հատ իշխանափոխության փորձ անի, բռնեն տանեն, ասեն, այս բռնությունը, այս անկարգությունը բան, ինչի համար ես արել, նա էլ ասի, գիտեք ինչ, Միքայել Սրբազանի 23 թվականի սեպտեմբերի 26-ի ելույթը լսել եմ, այդ ելույթի ազդեցության տակ, այդ կոչով եմ գնացել այս բան, այդպես բան գոյություն չունի, այսինքն մարդը հոգևորականը իր կարծիքն է հայտնել, այդ կարծիքը ընդամենը սովորական ազատ խոսքի դրսևորում է, որը հասարակական հարաբերությունների վրա բացարձակապես որևէ ազդեցություն չի թողել, որևէ խնդիրներ չի առաջացրել, որևէ մարդու իրավունք դրանից չի խախտվել, ոչինչ տեղի չի ունեցել, ու հա սպասում են այս եկեղեցու դեմ պայքարի այս գործողությունների շրջանակում Բագրատ Սրբազանին կալանավորելու որոշումը ունենալուց հետո արդեն անմիջապես գնում ու խուզարկություններ Շիրակի թեմին Սրբազանի կեցավայրում նստավայրում, պարզում են Սրբազան ընդեղ չի, որտեղ այ Մայրաթոռում ընդեղ եկեղեցական ժողով է, գալիս են այդ ժողովի տեղը, գալիս են Սրբազանին ձերբակալելու, ժողովուրդ հավաքված, ակնհայտ է, չէ, որ այս ամեն ինչի մեջ իրավական ոչինչ գոյություն չունի։ Եվ սա թիրախ է, սա հասցեական Նիկոլ Փաշինյանի մինչ այդ գրառումների ուղիղ կատարում։ Իսկ սա նշանակում է, որ մենք այլևս իրավական երկրում չենք ապրում, այսինքն իրականում մենք հիմա ապրում ենք իշխանազավթման պայմաններում, մենք ապրում ենք բռնությամբ իշխանությունը պահելու պայմաններում, ապօրինին ոչ թե այն մարդիկ են, ովքեր իրենց օրինավոր գործողություններով փորձում են պայքարել այս իշխանությունների դեմ, այլ ապօրինին հենց ինքնին իշխանությունն է, հետևաբար դրա դեմ պայքարը դառնում արդեն բոլորիս համար կենսական շահ, որովհետև այս ձևով նա կարա ցանկացած մարդու ձերբակալի, ցանկացած մարդու ունեզրկի ցանկացածին, որին ուզեն ստուգումներով, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումներով, հարկային ստուգումներով, չգիտեմ, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովների տուգանքներով, ոստիկանության գործողություն, նույնիսկ ասենք բողոքի ակցիայի մասնակցողներին, երեք քննչական կոմիտեի մոտից զանգվածային ձերբակալություններ, այդ թվում սովորական քաղաքացիների, Երևան քաղաքի Մայր Հայաստան խմբակցության անդամների, հոգևորականների, այսինքն նրանց մեքենաները միտեղ կանգնում են, պարագները գալի այդ մեքենա, այս աստիճանի բռնաճնշումներով սա փորձում է պահել իշխանությունը ապօրինի չունենալով ողջ ժողովրդի վստահությունը, ոչ էլ կատարելով իր պարտականությունները։ Այս ամեն ինչը ակնհայտորեն շարունակություն ունենալու, եթե մեր ժողովուրդը չկարողանա դիմադրել։ Իսկ ժողովուրդը դիմադրելու ուժ ցույց տվել է վեհարանում 3 անգամ չի հաջողվել ուժային կառույցներին ու բռնի ուժով բերման ենթարկել Միքայել Սրբազանին, որովհետև Մայրաթոռում հավաքված հոգևորականները եւ հավատացյալները մեր ժողովուրդը դա չեն թույլատրել։ Մի քանի անգամ եղել է, ես չգիտեմ ինչի վերջո ով է համոզել, ինչ որոշում է կայացվել, որ Սրբազանը ներկայանա իրավապահ մարմիններին, որովհետև իրավապահների գործողությունները ինքնին ապօրինություն են։ Եթե մարդուն մեղադրանք առաջադրում, ծանուցում է ուղարկվում իր բնակության հասցեով, քննիչը ժամը նշանակում, օրը նշանակում, եւ եթե 2023 թվականի սեպտեմբերից այդ հայտարարություն արած մարդը կարար 2 տարի ազատ ապրեր, կարար նաեւ մի քանի ժամ էլ ազատ ապրեր, եւ ինքը քննիչի կողմից սահմանված ժամին ներկայանար քննչական մարմին առանց նման թատերական միջոցառումների, առանց նման ավելորդությունների, առանց նման բարբարոսությունների, որովհետև ներխուժել Մայրաթոռի տարածք զենքով, զինված հրոսակախմբերով, դիմակավորված անձանց կողմից, որոնց մեջ նաև եղել են դիմակավորված քաղաքացիական անձինք առանց որևէ տարբերանշանների, բայց դիմակավորված ձեռքներին, թևերին տատուներ, որը որ իրավապահ մարմնի աշխատակիցը օբյեկտիվորեն չպետք է նման տեսքով առհասարակ ինքը գոյություն ունենա, անհասկանալի մարդկանց այս խուժանական ներխուժում Մայրաթոռի տարած, սրանք պատահական չեն։ Այս ցուցադրական գործողությունները նպատակ ունեն վախեցնել ժողովրդին, անարգել եկեղեցին, անարգել մեր սրբավայրերը ամսի 29-ից սկսեց խոսքով
հիմա անցել է գործի, անարգելու մեր սրբությունները, մեր սրբավայրերը, մեզ ծառայություն, հոգևոր ծառայություն մատուցող նվիրական հոգևոր դասի ներկայացուցիչներին, եւ սա շարունակվելու է, որովհետեւ իր նպատակն է կազմաքանդել եկեղեցին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Թուրքիայի անվտանգության հայեցակարգով դիտվում է որպես Թուրքիայի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Այն պարզ պատճառով, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին դա համահայկական կառույց է, սփռված է ամբողջ աշխարհում, դա ինքնաբավ կառույց է, այսինքն գոյությունը իր ծավալում է առանց որևէ այլ կազմակերպության, առանց պետական աջակցության, այսինքն ֆինանսապես ինքնաբավ է, նյութապես կայուն, ունի հսկայական սեփականություն, ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում Երուսաղեմում, հսկայական քաղաքի կենտրոնում, ամենանվիրական քրիստոնեական վայրերում, սեփականությամբ իրան պատկանող տարածքներ, շենքեր, շինություններ, ամբողջ աշխարհում եկեղեցական շենքեր, շինություններ, հսկայական հարստություն է տնօրինում եւ դրա հետ միասին գաղափարապես քրիստոնեական կրոնական կազմակերպություն լինելուց բացի նաև ազգային կազմակերպություն է, առաջ է մղում ազգային շահեր, իրականացնում է հայապահպանական ֆունկցիա ամբողջ աշխարհում, հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքեր է գործադրում, 2015 թվականից սրբադասել է հայոց ցեղասպանության նահատակներին եւ դա որպես դրոշ թողել մեր եկեղեցու հիշատակության մեջ հավիտյան, որպիսի բոլոր սերունդները խոսեն ցեղասպանության մասին, վկայակոչեն սուրբ նահատակներին եւ նրանց բարեխոսությունը խնդրեն իրենց աղոթքներով հավիտյան, այսինքն այս ամենով հանդերձ մեր եկեղեցին թիրախավորված է Թուրքիո իշխանությունների կողմից եւ նրանք հետևողականորեն Նիկոլ Փաշինյանի միջոցով ուզում են վերջ տալ մեր եկեղեցուն, գխատել կաթողիկոսին, գխատել նկատի ունեմ հեռացնելով պաշտոնից, եկեղեցին թողնելով առանց գլխավորի, առանց կառավարման, գխատել բարձրագույն հոգևոր խորհուրդը, որի կազմում ընդգրկված երկու սրբազան արդեն իսկ կալանավորված են եւ դա վստահաբար նրա ծրագրերով ունենալու է շարունակություն, վերացնել եկեղեցին, տիրանալ այդ հարստությանը եւ ոչնչացնել մեր հայկական ինքնությունը։ Սա մեր համար գոյաբանական, գոյապահպանական խնդիր է եւ որևէ անտարբերություն, որևէ պասիվություն, որևէ կրավորական կեցվածք պարզապես մահաբեր է։ Մենք կդադարենք գոյություն ունենալուց, մեզ կբնաջնջեն, մեզ կզրկեն մեր պատմական հայրենիքից, ինչպես որ դա արել են մեր սիրելի արցախցի քույրերի եւ եղբայրների պարագայում։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, այս ամենը պատահական չէ, այս ամենը նպատակային Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ծրագրերն են, որը ինչպես մյուս ադրբեջանա-թուրքական ծրագրերը իրականացնում է ադրբեջանա-թուրքական հեղափոխության պարագլուխ նրանց իշխանության սպասավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրան օր առաջ պետք է հեռացնել իշխանությունից։ Դրա օրինական եւ հնարավոր տարբերակը ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Ցավում եմ, որ մեր քաղաքական ուժերը, հատկապես խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը առայժմ չեն կարողանում ցուցաբերել բավարար ողջախոհություն, բավարար լրջություն այդ գործընթացի իրական, բովանդակային, գաղափարական, քաղաքական, իրավական արժեքը գնահատելու եւ հասկանալու, դրանով պայմանավորված գործողություններ իրականացնելու համար։ Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովրդի կամքով իրենք միևնույն է դա իրականացնելու են, իսկ մենք համընդհանուր ջանքերով պետք է ցուցաբերենք այդ գործընթացին աջակցություն։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, այս թեմայով թեմատիկ զրույցի համար, որը ես անվանակոչել եմ որպես սրբազան կալանք, որովհետև սրբազան պայքարը այս գործողություններով դարձել է կալանավորված։ Բայց մենք ազատելու ենք այս պայքարը կալանքից, ազատելու ենք այս պայքարի գործիչներին ապօրինի կալանքից, վերադարձնելու ենք մեր ժողովրդի ոչ միայն ապրելու, այլև առաջնորդելու շարքերին։ Բաժանորդագրվեք 168.am-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեզ հաջորդ երկուշաբթի 22:45-ին։